Հին մարդը անուն ունի։ Այդ անունը ես է։ Հիմա գիտեք, այդ եսը սնվելու կարիք ունի։ Իրան սնունդը տվեցիր, կորած ես։ Մի ուրիշ բան ասեմ, ավելի սարսափելի բան ասեմ, հին մարդը այդ եսը երբեք չի կշտանում։ Ինչքան ուզում ես կերակերես, միևնույնն է, նա չի կշտանում, ասի լավ հերիք է։ Հիմա դրա համար տարիներ առաջ Լոս Անջելեսում եմ եկեղեցիներից մեկում մի խոսք խոսացի, մի հատ հարց տվի ժողովրդին, ասում եմ, եղբայրներ, քույրեր, հին մարդն է ավելի սարսափելի, թե առյուծը։ Նայեցի ժողովուրդը ծիծաղում են, ոնց թե առյուծից սարսափելի գազան կա, բայց ես ապացուցեմ, որ սարսափելի գազան կա առյուծից, էդի մեր եսն է։ Գիտեք ինչի համար է սարսափելի։ Հիմա օրինակի համար գնացել եք անտառ միտեղ ծառի տակ նստել եք, հանգստանում եք, հաց եք ուտում եւ այլն։ Հիմա հանգարց տեսնում եք այն կողմից մի հատ առյուծ է գալիս։ Դուք ինչ եք մտածելու այդ պահին։ Պետք է մտածեք, որ առյուծը գալիս է ինչի համար է գալիս։ Մտածում եք եղնիկ է բռնել, խորոված է արել, բերելա ձեզ ուզում է եղնիկի խորոված հյուրասիրի։ Չեք մտածի, չէ՞ այտենց։ Մի անգամից բոլորն էլ մտածում են, որ առյուծը գալիս է մեզ ուտի, ուրիշ բան չկա տեղ։ Ուրիշ հարց կա, որ մտածես։ Բայց օրինակ հին մարդը, դու հին մարդու միտքը կարաս հասկանաս։ Այսօր հետը լավ ես, քու հետ լավ է։ Վաղը մի հանգարց ասեցիր աչքիդ վերևունք կա, քու հետ հագարակվում է։ Այսինքն հին մարդու միտքը, նպատակը երբեք ոչ մեկը չի կարա հասկանա։ Հիմա ստացվում է ինչ, առյուծը մի հատ միտք ուներ, գար ձեզ ուտի, վերջացավ, ուրիշ բան չկա։